Գարուն է եկել, ժամանակն է կիսվել գարնանային ֆավորիտներով։ GM Solution-ի 12 տեսակի հիալուրոնաթթվի կոմպլեքսով եւ պանտենոլով լվացվելու փրփուրն է, որը շատ դելիկատ լվանում եւ մաքրում է մաշկը։ Հիալուրոնաթթվի ու պանտենոլի այդ խառնուրդը մեգա խոնավություն եւ փափկություն է հաղորդում մաշկին։ GM Solution-ի գելային տեքստուրայով տոներն է, այն իր մեջ պարունակում է H9 հիալուրոնաթթվի կոմպլեքս եւ ջուր, վերականգնում եւ կարգավորում է մաշկի pH եւ ջրային բալանսները։ Darling-ի կտորե դիմակները միշտ ինձ հետ են, կապ չունի թե տարվա որ եղանակն է, մեծ ընտրության հնարավորություն կա, ինչ տեսակ ուզեք, բայց հատկապես այս glow, առողջ փայլ հաղորդող դիմակը իմ սիրելին է։ All-in-ի 15:1-ում այս հրաշք սպրեյն է, մի քանի տարի շարունակ այն օգտագործում եմ, նաև այս տուփով կգտնեք կրեմային տարբերակը, նա էլ է բավականին լավ է։ SPF-ի սեզոնը կարելի է համարել բացված։ Tenzero 50 SPF-ով Tone Up, որը բացի SPF կրեմ լինելուց, նաև ունի մաշկի ընդհանուր երանգը հավասարեցնող եւ փայլ հաղորդող հատկություն։ You Need Me կրեմն է սա, նախատեսված ձեռքերի, ոտքերի եւ մարմնի համար, իր մեջ պարունակում է միզանյուտ, ամենակարևորը, նրան խառնում եմ այս լանոլինով կրեմը, որը նախատեսված է շրթունքների, կերակրող կանանց համար, եթե խնդիր է առաջանում կերակրելու ժամանակ, այն այսպիսի բալզամի տեսք ունի, ցույց տամ, նայեք, այսպես մի փոքրիկ կաթիլ ավելացնում եմ մի 2-3 սեղմած կրեմին եւ դնում եմ ձեռքերիս ու ոտքերիս ու 2020 թվականին ես ձեռք բերեցի եղունգների անիխալիզիս, վնասվում է եղունգը, ոչ միայն վրայի շերտ, այլ ամբողջությամբ եւ տակից սկսում է առաջանալ փոսիկներ։ Նացի բժշկի բուժեցին, բայց ասեցին, որ էլ ինձ գել լակ չի կարելի, քանի որ ես անընդհատ ստանում եմ այրվածք, անում եմ ընդամենը մատնահարդարում առանց քսելու եւ օգտագործում եմ այսպիսի գել տոպ, սովորական գել տոպ է Rimmel բրենդի, շատ լավն է, որովհետեւ ինձ ընդհանրապես իր համար ժամանակ էլ պետք չի, այսպես նայեք, լայն վրձին ունի, իրան ուղղակի արագ դնում եմ, անգամ պետք չի նստել, սպասել, հաշվում ես մինչև 5-ը ու 4 են եղունգները։ Դե ինչ իմ սիրուններ, գարնանային ֆավորիտների առաջին մասն այսքանն էր, երկրորդ մասում կտեսնեք արդեն դեկորատիվ կոսմետիկա, չմոռանաք սրտիկել, միանալ էջին, որպեսզի երկրորդ մասը բաց չթողնեք։